Բարև ձեզ, պարոն Բազեյան, այսօր կրկին անգամ պետք է նշեմ, որ ապրիլյան պատերազմ եւ ուզում եմ մի քիչ նաեւ խոսենք, որ գնում են խաղաղության մեր մոռացության տալով 16 թվականի պատերազմը։ Նախ ներկայացնեմ, մենք ներկայացնում ենք Համահայկական ազգային միասնության խորհրդի միավորումը եւ եկել ենք հարգելու 16 թվականին ապրիլի սկզբին սկսված քարոզիա պատերազմված հետախուզական պատերազմ սկսեց, մարտեր սկսեց, ռուսերեն ասած ռազվեդկա բոյեմ, փորձեցին տեսնել Հայաստանի պաշտպանական կարողությունների հնարավորությունները։ Հասկացան, որ չեն կարող ուրեմն հաղթանակի հասնել, այդ պատերազմը 4 օրում ավարտվեց։ Բայց դրանից հետո ընդամենը 2 տարի անց եղավ Հայաստանում այսպես կոչված իշխանափոխություն, կամ պայմանավորված իշխանատվություն 18 թվին, որ 27-ին սկսվեց պատերազմ, որը տևեց ընդամենը 44 օր, եւ մենք ծանր պարտություն կրեցինք այդ պատերազմին Թուրքին, որովհետեւ Հայաստանում հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանը, ով ոչինչ չի հասկանում ոչ պատերազմից, ոչ է բանակից, ով չէր ծառայել բանակում, բայց իր կարգավիճակով հանդիսանում էր գլխավոր հրամանատար։ Ուրեմն նրա այդ գործնեության ընթացքում ցավոք սրտի մենք ցավալի պարտություն կրեցինք եւ ես ուզում եմ անպայման ուրեմն վերջնական չէ, պաշտոնյա ոստիկանների նկատի ունեն բարձրացրել է, որպեսզի հավատարմորեն ծառայեն իրենց։ Իշխանափոխությունից հետո այդ ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ուղիղ կեսին մենք պետք է ուղարկենք բանակ զինծառայության։ Ամեն ինչ պետք է դնենք մեր բանակի վրա, որովհետև մենք գտնվում ենք երկու թշնամական պետությունների արանքում՝ Թուրքիա եւ Ադրբեջան։ Իսկ այս 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ուներ հզոր դաշնակիցներ։ Թուրքիան իրենց ցեղակիցները, Իսրայելը, Պակիստանը, որը մինչև հիմա Հայաստանը չի ճանաչել որպես անկախ պետություն, ուրեմն նրանք բոլորը իրենց ռազմական տեխնիկայով Սիրիայից բերած ուրեմն վասկաններով եւ թուրքական Ադրբեջանին հետախուզական ռազմական տեխնիկա, օդը բաց էր եւ բայրակտարները թուրքական այդ անոթ ասենք զատամարտիկներ կամ զինվորներ առաջացնում մեր համախմբել մեր ազգային առողջ ընդդիմադիր քաղաքական ուժերին, հասարակական կառույցների միությունների ներկայացուցիչներին եւ այս գարնանը ժողովրդին ոտքի անել ամբողջ Հայաստանով մեկ Աշոտskից մինչև Մեղրի աննազանդություն այսօրվա ապազգային թրքահաճո իշխանությանը, պարտադրել Նիկոլ ազգային ժողովի լուծարումը, կարճ ժամկետի համար ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, ով կնախապատրաստի արդար օրինական ազգային ժողովի նոր ընտրություններ։ Մեր համանդրությամբ ազգային ժողովի ընտրություններով է որոշվում Հայաստանի ղեկավարությունը։ Ես համոզված եմ, որ
այդ ընտրություններում այսօրվա ապազգային թրքահաճո իշխանությունը պարտություն է կրելու եւ նրանք պետք է ուրեմն ենթարկվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության Նիկոլ Փաշինյանը եւ իր գաղափարակից ու զինակից ընկերները մեր ժողովրդին համապատրաստից պատերազմի տանելու ուրեմն 44 օրում մեզ ծանր պարտության մատնելու Արցախը Թուրքին հանձնելու եւ Հայաստանի տարածքից եւս մոտավորապես 200 քառակուսի կիլոմետր